շոկային չէր, երբ իմացաք, որ օրինակ նախորդ իշխանության թիվ 1-ի փեսան ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի թերթը, կամ որ Արարատ Միրզյանը եղել է ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության մեջ, ընդ որում սա ինքը չի երկել, հաստատել է այդ փաստը։ Այն թուրքականի մասը թողում եմ, որտեղ ես ինքս էլ դրան բան չեմ հակված չեմ հավատալու։ Երբ տեսակ, որ տարբեր պաշտոնյաներ, փաստորեն Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ առնվազն ված չեն զգացել նրանց, փող են ստացել, ֆինանսավորվել են, պաշտոններ են զբաղեցրել, սա արդյոք չբերեց ձեզ այն համոզմանը, որ համակարգային փոփոխություն չի եղել, այլ համակարգը գործող, որը նաև իմ կողմից մերժել է եղել եւ համակարգը հասկանալով, որ ժողովրդի կողմից մերժման է արժանանալու, իր համար իր ենթակայության տակ ալտերնատիվ է ստեղծել, որպեսզի օրինակ տեսեք, որքան էլ ես չընդունեմ արևմուտքի հետ այն մոտեցումներ, որ դուք ունեք, որպեսզի Նինա Կարապետյանցը կամ իր նման մարդիկ, ազատ մարդիկ կամ իրենց ենթակայության տակ չգտնվող մարդիկ չվերցնեն այդ ժողովրդական դժգոհության ալիքը։ Դա ձեր մոտ այս հարցեր առաջացրել են սրանք։ Սկիզբը մի հատ բան ունեի պատասխանելու, ասում եմ մոռացա, ինչ օրինակներ, որ ֆինանսավորվել են, հիշեցի։ Ուրեմն այն, որ տարբեր թերթերի խմբագրություններ, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը որոշակի ծառայությունների դիմաց կամ դրանց բացակայության դիմաց գումարներ է ստացել, այդ օթում պտտվող լուրերը, Երևանը, Հայաստանը այնքան փոքր է, դու չես կարա թաքցնես, հասկանում եք, կամ բաներ, որոնք ես միշտ ասում եմ, մեզ հատուկ ծառայություններ պետք էլ չի, որպես, կատակով իհարկե պետք են, ու շատ ավելի բարձր որակի ու հենց անկախ, բայց երկու զանգ, ասում եմ գրազով, ցանկացածս 2-3 զանգ անենք, ցանկացած մարդու մասին, այնպիսի տվյալներ հավաքենք, որ երևի ինքն էլ իր մասին այդքան պատկերացումներ չունի։ Այսինքն այդ ինֆոն, որ տենց ծառայություններ են մատուցում, օթում պտտվում են։ Ինքը ինձ համար երբեք հետաքրքիր չի եղել ոչ որպես ընդդիմադիր, Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը, ոչ որպես լրագրող, հետևաբար տենց ես իրանով ոչ էլ հետաքրքրվել եմ, ոչ էլ ինձ պետք է եղել։ Զարմանալի էր, թե չէ այդ սաղ պրոցեսները, որ սատելիտներ են ստեղծում, ոչ մեկի համար գաղտնիք չի, ինչի այսօրվա իշխանությունը սատելիտ չունի, դրան նախորդող իշխանությունները սատելիտներ չեն ունեցել, բոլորը այն, որ ասում է, ոնց էր ասում, կարծեմ Աշոտյանը ասեց, ինչի մեջ, կոլբայի մեջ ստեղծած սատելիտներ չենք ունեցել, ինչի մասին է խոսքը, բոլոր ժամանակներում մենք դա ունեցել